Խոսում եք Ղարաբաղը հայկական լինելուց։ Ղարաբաղը հայկական էր մինչև 2023 թվականի սեպտեմբերը, երբ որ դուք իշխանությունը վերցրեցիք Ղարաբաղում, ձեր դրածոյին դրեցիք ընդ նախագահ, ու դրանից մի քանի օր հետո ինքը լուծարման փաստաթուղթ ստորագրեց, ու մարդիկ դուրս եկան Ղարաբաղից ձեր գործողությունների արդյունքում։ Դուք եք այնպես արել, որ Ղարաբաղը դադարի լինել հայկական, ձեր գործողությունների արդյունքում։ Ու երբ որ մենք դրան նախորդող տարիներին խոսում էինք հնարավոր լուծումների մասին, ոչ թե ձեր հեքիաթների մասին, այլ հնարավոր լուծումների մասին, այնպես անել, որ մարդիկ մնան այնտեղ, շարունակեն ապրել իրենց հայրենիքում, դուք մեզ անվանում եք դավաճան, թրքասեր, չգիտեմ, ադրբեջանասեր, պարոն Մինասյանը էլ ինչ բնորոշիչներ օգտագործեց են հին դաշնակցական պլաստիկայի համեմատ, էլի, թրքասեր, դավաճաններ, եսի մինչեր եւ այլն։ Այդ դուք դա մեզ ասելով եք զբաղված, երբ որ մենք ասում ենք Ժորժ ջան, եկեք իրենց անենք, այս մարդիկ կարողանան շարունակել ապրել Ղարաբաղում։ Դուք ասում եք, չէ, այդ դավաճաններ, ոնց եք հանդգնում չխոսել նրա մասին, որ 7 շրջանները պետք է շարունակեն լինել Լեռնային Ղարաբաղի մաս, որովհետև դա սահմանադրության մաս է Լեռնային Ղարաբաղի։ Կամ ասում եք, այդ դավաճաններ, ոնց է դուք անկախությունից չեք խոսում Ղարաբաղի։ Արդյունքում ինչ ա եղել, հիմա դուք եկել ստեղ, ձեր դաշնակցական բնավորության համաձայն լացուկոց եք դրել, ասում եք վերադարձի իրավունք, չէ, մենք այլ հարց չենք դնում, վերադարձի իրավունք, այդ ձեր ցավը տամ, այդ մարդիկ ընդեղ էին, վերադարձի կարիք չկար, ինչ եք մենք մեզ դավաճան ասում, երբ որ մենք փորձում ենք նենց անենք, որ այդ մարդիկ մնան այդտեղ։